Նարինե Գալստյանը գրում է. երկար ժամանակ չէի համարձակվում գրառում կատարել, այսօր ուշ հավաքեցի և տրամադրվեցի, շատ ափսոս Տիգրան ջան, մեծ հույսեր ունեինք քո ողջ լինելու հետ կապված, անասելի ցավ եմ ապրում նույն իմ Տիգրանի նման, էնպես լավ եմ հասկանում Տիգրանի մայրիկին, քեզ հույսով սպասում էր 20 օր, ես իմ Տիգրանին 63 օր, ու գիտեմ, թե դա անորոշ վիճակը ինչ աստիճանի խելագարության է հասցնում ծնողներին, քո ծննդյան 2-ամյակն անցավ առանց քեզ, իմ Տիգրանի 20-ամյակը առանց Տիգրանիս, ով դեռ համարվում էր անհետ կորած, ես էլ Տիգրանի մամայի նման գլխաշորը գլխիս եկեղեցիներում Աստծուց խնդրում էի Տիգրանիս թեկուզ վիրավոր, բայց վերադարձը, ոչինչ չեմ կարող ասել Տիգրանի մայրիկին, քանզի շատ լավ գիտեմ, որ ոչ ոքի, ոչ մի բառն ու արարքը չի սփոփի ու թեթևացնի նրա վիշտը, ձեզ համբերություն, եղեք առողջ և ես համոզված եմ, որ ձեր ընտանիքում դեռ կծնվի փոքրիկ Տիգրան։ Երեկ Մարմարիկում տեղի ունեցավ 20 օր շարունակ ոռնվող փոքրիկ Տիգրանի ուղարկավորությունը, վերջին հրաժեշտին եկել էին հարյուրավոր մարդիկ, ծանոթ և անծանոթ, բոլորը միասնաբար խոնարհվում էին և աղոթում Աստծուն, որ Տիգրանի հոգին լույսերի մեջ մնա։ Այս ողբերգական դեպքը մեծ իրադարձություն էր ոչ միայն Մարմարիկի, այլև ամբողջ Հայաստանի և առհասարակ աշխարհասփյուռ հայերի համար, քանի որ 20 օր շարունակ յուրաքանչյուր հայ գրեթե ամեն օր, նույնիսկ օրական մի քանի անգամ աղոթք էր ասում Տիգրանի համար և խնդրում, որ նա ողջ առողջ վերադառնա։ Ցավոք սրտի նրա ճակատագիրը այլ կերպ դասավորվեց և համոզված ենք, որ Տիգրանը այսօր գտնվում է դրախտում և գուցե Աստված նրա հետ կապված այլ պլաններ ուներ։ Տիգրանի վիշտը ոչ միայն նրա ընտանիքին էր, այլև ամբողջ հայ ազգինը, ովքեր որ շաբաթներ շարունակ օր ու գիշեր հույսով և հավատով լցված սպասում էին մի դրական լույսի։ Իհարկե այս ցավալի և ողբերգական դեպքը իր հետ բերեց նաև բազմաթիվ անպատասխան հարցեր, որոնք մի օր գուցե ստանան իրենց պատասխանները, բայց այդուհանդերձ անկախ նրանից, թե ինչ էր եղել ու ինչպես է եղել, դա այս պահին Տիգրանի ծնողների համար երկրորդական է, քանի որ նրանք կորցրել են իրենց զավակին։